Լյարդի ախտահարումներից հանրային առողջապահության լուրջ մարտահրավեր են վիրուսային հեպատիտները, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Հիվանդության տնտեսական, ֆինանսական վնասները չեզոքացնելու նպատակով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պլանավորում է մինչև 2030 թվականը նվազեցնել նոր վարակների թիվը 90%-ով, մահացությունը 65%-ով, ընդլայնել ախտորոշումն ու բուժման հասանելիությունը, նաև ուժեղացնել կանխարգելումը։ Մեր երկիրը 2022-ից միացել է առողջապահական այդ նպատակներին։ Հեպատիտ B-ի դեմ պատվաստումը, հեպատիտ C-ի բուժումը առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարության կարևոր բաղադրիչներն են։ Երրորդ եւ ամենակարևոր բաղադրիչը բնակչության իրազեկումն է, վաղ հայտնաբերման եւ դիմելիության նպատակով։ Ծառայությունների հասանելիությունը չափազանց կարևոր է եւ Հայաստանը մեծ քայլ է կատարել ներդնելով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ 2022-ից 2030 թվականների ռազմավարությամբ Հայաստանը որդեգրել է վիրուսային հեպատիտների էլիմինացիայի քաղաքականություն։ Շուրջ 4 տարի մեր երկրում իրականացվում են պատվաստումներ, սքրինինգային ծրագիր, համաճարակաբանական հսկողություն, նոր դեպքերի հաշվառում, տարածվածության մշտադիտարկում եւ այլն։ Այս տարվանից հեպատիտների բուժումը կիրականացվի նաև մարզային բուժկենտրոններում, ասում է ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի տնօրենը։ Այս տարվանից արդեն այն հասանելի կլինի բոլոր մարզերում, այսինքն մարզային բժշկական կենտրոնները եւս կկարողանան մասնակցել ծրագրին եւ իրականացնել պացիենտների ինքնուրույն բուժում, այսինքն ստիպված չի լինի պացիենտը հեռավոր մարզից գալ հասնել Երևան, որպեսզի իրեն հասանելի բուժումը ստանա։ Թիրախը շատ բարձր է եւ ահագին պիտի համագործակցենք միասին, որ հասնենք այդտեղ։ 2030-ը շատ մոտ է արդեն եւ կարծում եմ այդ ջանքը շատ ավելի ուժեղ պիտի լինի, որ փորձենք բոլոր հեպատիտները հասցնենք էլիմինացիայի։ Հաջորդ մասնագիտական նվաճումը կլինիկական վարակաբանների միության ստեղծումն էր։ Ասոցիացիան կաշխատի գործընկերների հետ հիվանդության վերահսկման եւ ոլորտի նորությունների արագ ինտեգրման նպատակով։ Կնքվել է ընդհանուր հուշագիր, մենք ունենք շատ առաքելություններ, շատ առաքելությունների ճանապարհին մենք ունենք ընդհանուր շահեր եւ ընդհանուր գործեր եւ դրանք ի կատար կացեն։ Օրը կարեւոր է, օրը նշանավոր է եւ մեկ անգամ եւս նշվում է այսօրվա խիստ կարեւորությունը հեպատիտների դեմ պայքարի եւ իրազեկության օր։ Մասնագետները հիշեցնում են, էլիմինացիան ոչ թե վիրուսի լիարժեք անհետացումն է, այլ հիվանդության տարածման եւ մահացության մակարդակի նվազեցումը։ Այդպես վիրուսային հեպատիտն այլևս չի լինի հանրային առողջապահական սպառնալիք։ Արամ Մարանդյան լուրեր։